Բարև ձեզ։ Այսօր Հայաստանը դարձել է համաշխարհային քաղաքականության կենտրոն, Երևանը դարձել է եվրոպական դիվանագիտության մայրաքաղաք։ Այստեղ են հավաքվել շուրջ 40 երկրների, եվրոպական երկրների առաջնորդներ եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Այսօր Հայաստանում տեղի է ունենում մի բան, որի մասին այսքան երկար խոսում էինք, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ եւ Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովները եւ նաեւ Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան։ Այս ամենը չափազանց կարևոր ծանրակշիռ իրադարձություններ են, որոնք նոր կշիռ են ավելացնում Հայաստանի եվրոպական ձգտումներին եւ ընդհանրապես Հայաստանի արտաքին քաղաքականությանը։ Բայց նկատենք նաև, որ այս ամենը տեղի է ունենում Հայաստանի ներքաղաքական գծիկ նախընտրական բավական բարդ մի շրջափուլում եւ ստեղծվել է մի իրավիճակ, որ մենք Երևանում մի կողմում կարող ենք տեսնել եվրոպական առաջնորդների շարասյունները, կամ ասենք Երևանի փողոցներում վազող Ֆրանսիայի նախագահին, մյուս կողմում կարող ենք տեսնել ընդդիմության կազմակերպած հանրահավաքները։ Իդեպ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ արդեն հրապարակել է առաջիկա ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների ամբողջական պաշտոնական ցանկը։ Եվ ուրեմն, ինչ կարևորություն ունեն եվրոպական այս գագաթնաժողովները Հայաստանի համար, ինչպիսի ազդեցություն կարող են նրանք ունենալ ընտրական գործընթացների եւ հանրային տրամադրությունների վրա եւ ինչպիսին է Մոսկվայի արձագանքը։ Այս հարցերի մասին ենք զրուցելու առաջիկա 30 րոպեների ընթացքում, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Մարիա Կարապետյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ ուրեմն սկսենք այսօր մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից, ինչ է կատարվում Երևանում։ Արդյոք սա իսկապես պատմական պահ է Հայաստանի համար։ Նախ ասեմ, որ Եվրոպական քաղաքական համայնքը այս ֆորմատը նոր ֆորմատ է։ 2022 թվականից ի վեր է այն տեղի ունենում տարին 2 անգամ եւ այն ֆորմալ մարմին չէ որոշումներ կայացնող, այլ քաղաքական խորհրդակցությունների շատ կարևոր մարմին է, միավորում է Եվրոպական միության անդամ երկրների ղեկավարներին եւ կառավարությունների ղեկավարներին, ոչ անդամ, բայց Եվրոպայի մաս հանդիսացող երկրների կառավարության ղեկավարներին եւ երկրների ղեկավարներին, Եվրոպական միության արևելյան գործընկերության, հարևանության, այսինքն շատ լայն ֆորմատ է, բայց քաղաքական խորհրդակցությունների ֆորմատ է։ Քանի որ շատ հաճախ հարց է հնչում, թե ինչ կոնկրետ արդյունքներ մենք կարող ենք ակնկալել, առաջ չընկնելով, քանի որ դեռևս ընթանում են այդ խորհրդակցությունները եւ հանդիպումները, իսկ կարող եմ մատնանշել, թե նախորդիվ այսպիսի հանդիպումներից ինչ արդյունքներ է Հայաստանը ստացել, թեև նաեւ այն ըմբռնմամբ, որ նախորդիվ Հայաստանը շատ ավելի ճգնաժամային իրավիճակներում էր գտնվում, երբ այսպիսի հանդիպումները տեղի են ունենում։ Առաջինը 2022 թվականին Պրահայում հայտնի հանդիպումն է, որի ժամանակ Հայաստանը եւ Ադրբեջանը քննադատում եւ շատ իզուր են քննադատում, որովհետեւ դա բեկումնային կետ է եղել, այսինքն շատ հասկանալի է ինչու են քննադատում, որովհետեւ դա Հայաստանի Հանրապետության անկախության շրջանի ամենաբեկումնային պահերից մեկն է եղել, երբ Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատեցին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթայի հռչակագրի հիման վրա եւ ինչ կոնկրետ արդյունք դուրս եկավ այդտեղից, որ Եվրոպական միությունը համաձայնեց քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանին, շատ կոնկրետ արդյունք, որը եկել է այդ Պրահայի Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում կայացված քաղաքական որոշումից։ Իհարկե այդ որոշումը արդեն հետո ֆորմալ ինստիտուտներն են կայացրել, բայց քաղաքական պայմանավորվածությունը Պրահայում է եղել 2022 թվականի հոկտեմբերին։ Մենք հիշում ենք նաեւ Գրանադայի հանդիպումը, որը եւս Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպում էր։ Հիշում եք այդ ժամանակ մեզ անընդհատ մեղադրում են, որ հերթական փաստաթուղթն է լինելու, պարզվեց այդ հերթական փաստաթուղթը վերջում դարձավ խաղաղության պայմանագիրը եւ այլևս այդ տեքստի հետ ոչ ոք ոչ մի խնդիր չի կարողանում մատնանշել, միակ բացը որ նշում են դա երաշխավորի բացակայությունն է, դրան էլ կանադառնանք եթե անհրաժեշտություն լինի, բայց ուզում եի հիշել, որ Գրանադայի հանդիպումը նախագահ Ալիևը չմասնակցեց, հիշում եք, հարմար չգտավ գալ, բայց միևնույն է Եվրոպական միության եւ Հայաստանի համար կարեւորագույն արդյունքներ դուրս եկան դրանից։ Ասեմ, որ նաեւ այս Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումների ժամանակ է որ կայացվել է քաղաքական որոշումը, ոչ ֆորմալ ինստիտուցիոնալ, բայց քաղաքական որոշումը, որ Հայաստանը պետք է վիզաների ազատականացման գործընթացով անցնի, այսինքն կարևորագույն քաղաքական որոշումներ են կայացվում, որոնք հետո արդեն ինստիտուցիոնալ ճանապարհով, որովհետև ամեն մարմին ունի իր ֆորմալ որոշումները կայացնելու ձևը, այդ որոշումները արդեն կայացվում են, բայց շատ
քաղաքական պայմանավորվածությունների դիտանկյունից սա շատ կարևոր է եւ բնականաբար Երևանում տեղի ունեցող միջոցառումը ոչ միայն Հայաստանի եւ Եվրոպական միության մասին է, այլ նաեւ մյուս երկրների հարաբերությունների, այսինքն Երևանը նաեւ հարթակ է, ինչպես մենք ենք հաճախ ասում Պրահա, Գրանադա կամ չգիտեմ Երևան։ Այո, վերջապես այլ երկրներն էլ կկարողանան ասեն Երևանի այսինչ պայմանավորվածությունը։ Ես ճիշտ հասկացա, որ թեև դուք նշում եք, որ սա խորհրդակցական է եւ ոչ ավելին, այդուամենայնիվ փորձը ցույց է տալիս, որ խորհրդակցական լինելով կարող է հիմք հանդիսանալ կամ հենց ապահովել որոշակի կոնկրետ արդյունքներ։ Միանշանակ, այո, կոնկրետ արդյունքներ եւ նաեւ նկատում ենք, որ չլինելով աշխարհագրորեն Եվրոպայի մաս, Կանադայի վարչապետն է եկել, քանի որ այսօր նաեւ շատ կարեւոր է Եվրոպական միության եւ տրանսատլանտյան համագործակցության կոնտեքստում Կանադան այդտեղ ասելիք ունի եվրոպական անվտանգության եւ մնացած բոլոր օրակարգերի շուրջ, էներգետիկ եւ այլն, եւ այդ առնչությամբ նաեւ եւ էլի կրկին մեր քաղաքացիական դիտորդական առաքելությունում Եվրոպական միության ներգրավված են Կանադայի քաղաքացիները եւ հետեւաբար նաեւ Կանադայի վարչապետն է այստեղ։ Կոնկրետ ակնկալվող արդյունքների մասին կարելի է ինչ-որ բան ասել, թե սպասենք մինչև ավարտվի։ Պետք է սպասենք արդյունքներին, ես չեմ ցանկանում գործադիրի գործընկերներից առաջընկնել, բայց արդեն իսկ օրինակը գիտենք, որ Ֆրանսիայի նախագահի պետական այցի նպատակը ռազմավարական համագործակցության գործընկերության փաստաթուղթ ստորագրելն է։ Դա այն տեքստն է, որի արտահոսքը եղավ մինչև ստորագրելը։ Ես չեմ տեսել արտահոսած տեքստը, անկեղծ ասած։ Չեմ էլ կարող հաստատել, որովհետև նաև բուն տեքստին ծանոթ չեմ, որ եթե տեսած էլ լինեի, դա նման մի տեքստ արտահոսք եղել է, բայց սպասենք վաղը արդեն փաստաթուղթը կստորագրվի, դրանից ինչ ակնկալիքներ ունենալ։ Դե տեսեք, նախ սա արդեն որ երրորդ ռազմավարական համագործակցության փաստաթուղթը կլինի, որը Հայաստանը ստորագրում է։ Գիտեք, նախկինում մենք չենք ունեցել ռազմավարական համագործակցության փաստաթղթեր եւ մեր կառավարող ուժն է սկսել այդ քաղաքականությունը, ինչը մեր բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչ է։ Մենք այդպիսի փաստաթուղթ ստորագրեցինք Վրաստանի հետ, Գերմանիայի հետ, Եվրոպական միության հետ, գործընկերության ռազմավարական օրակարգ կոչվող փաստաթուղթը ստորագրեցինք, այլ երկրների կառույցների հետ եւս, բայց սա ոչ միայն Հայաստանին բնորոշ քաղաքականություն է, այլև ընդհանուր առմամբ գիտեք, մենք երկու երևույթի մասին ենք խոսում՝ գլոբալ աշխարհակարգի փլուզման, միևնույն ժամանակ նոր տիպի աշխարհակարգի կառուցման, որը տրամաբանական շարունակությունն է, շատ երկրներ եւ Եվրոպական միությունը որպես կառույց շարժվում են այս ուղղությամբ, մեծացնելու իրենց կախվածությունները մեկից ավել դերակատարներից, այսինքն այնինչ Հայաստանն է անում են աշխարհի բոլոր երկրները եւ առավել մեծ կառույցները, եւ սա բնականաբար նշանակում է այս ռազմավարական գործընկերությունները հաստատել առանձին ոլորտներում, ինչպես ասեցի, դա կարող է լինել էներգետիկ անկախությունը երկրների կամ ինքնաբավությունը, եթե երկրները ցանկանում են իրենց տարածքի կամ կառույցները Եվրոպական միությունը կոնկրետ իր տարածքում ամբողջությամբ ստեղծել կամ մեծ մասը ստեղծել իր էներգիայի, կամ կարող է լինել ուրեմն այդ համագործակցությունների միջոցով։ Սա անում են բոլոր երկրները եւ սա անում է Հայաստանը։ Եվ Ֆրանսիան էլ բնականաբար տարիներ շարունակ մենք մեր հարաբերությունները Ֆրանսիայի հետ բնորոշել ենք որպես առանձնաշնորհ, եւ ահա այժմ դա նաեւ կստանա այդ ռազմավարական շատ ավելի տարածված տերմինի հովանոցը։ Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը սրա կարևորության եւ մեր ակնկալիքների, կոնկրետ արդյունքների մասով ակնկալիքների մասին ինչ կարելի ասել։ Դե գիտեք, մենք ունենք պայմանագիր, այդ պայմանագիրը ՍԵՊ-ն նկատի ունեմ, համալրել ենք ռազմավարական համագործակցության ռազմավարական նոր օրակարգով եւ սա իհարկե շատ մանր տարբեր գործողություններ է ենթադրում, որոնցում մեր առաջընթացը պետք է գնահատենք եւ հասկանանք հաջորդիվ ինչ ենք անելու։ Այս փուլում ես կարծում եմ շատ մեծ տեղ պիտի գրավի մեր ուշադրության մեջ տնտեսությունը։ Իհարկե ինստիտուցիոնալ ռեֆորմները նկատի ունեմ ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը շարունակում է լինել կարևոր, բայց Հայաստանի համար տնտեսական դիվերսիֆիկացիան է շատ կարևոր եւ ես նաեւ հույս ունեմ, որ մեծ շեշտ կլինի հենց դրա վրա, այսինքն Հայաստանում ապրանքների արտադրության որակը բարձրացնելը նախ եւ առաջ, քանի որ մենք ենք ցանկանում սպառել բարձրորակ ապրանքներ եւ երկրորդը, քանի որ դա արտահանման նոր շուկաներ կբացի Հայաստանի համար։ Այս ամենը շատ լավ է, հրաշալի է, բայց կա մեկ բայց Ռուսաստանի արձագանքը։ Ռուսաստանը սովորաբար նման բաները անարձագանք չի թողնում։ Եվ պետական մակարդակով հայտարարությունների եւ ԶԼԲ-ներով անդրադարձերի սրա հետ կապված մտահոգություններ կան, չկան։ Նախ ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել արդեն իսկ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի որոշ հատվածներ հեռարձակվել են եւ բոլորս լսել ենք, ճիշտ է այդ բովանդակությունը։ Քանի անգամ լսեցինք Ռուսաստան բառը։
բնականաբար Ուկրաինայի նախագահը խոսեց, չէր կարող չխոսել, եւ կարծես Ֆրանսիայի նախագահը խոսեց։ Մյուս երկրների ղեկավարները խոսեցին Իրանի մասին, խոսեցին Եվրոպական միության եւ Միացյալ Նահանգների օրակարգերի տարբերության մասին։ Ինչի մասին ասես մարդիկ չխոսեցին։ Իրենց հետաքրքրող բոլոր թեմաների մասին։ Հիմա փաստորեն, եթե մենք մտավախություն ունենանք, որ բոլոր այն երկրների անունները, որոնք արտաբերվել են, հանկարծ կարող է արձագանքել այդ բովանդակությանը եւ ահա ուրեմն դրա բերումով միջոցառումը չանենք, դա պետք է լիներ մեր որոշումը։ Բնականաբար ոչ։ Միջոցառումը արել ենք, հնչել են երկրների անուններ եւ բնական է այդ երկրները կարող են եւ եթե իրենց երկրի անունը հնչել է այդ հարթակում եւ նկատեցիք չէ, առնվազն 3 երկիր թվարկեցի, որոնց ոչ թե մեկի վրա է ֆոկուս եղել, այլ թե Իրանի անունն է հնչել, թե Ռուսաստանի, թե Միացյալ Նահանգների։ Հնարավոր է, որ նրանք պատեհ համարեն իրենց ուղված քաղաքական խոսքին որևէ պատասխան քաղաքական խոսք ասել։ Միջազգային հարաբերությունները դրա մասին են։ Մենք չենք կարող լույսերն անջատել, դռները փակել, Հայաստան ոչ մեկին չթողնել, մենք ինքներս ոչ միտեղ չգնանք, որ հանկարծ որևէ երկրի անուն չշշափվի եւ այդ երկիրը պատեհ չհամարի արձագանքել։ Ասում, երբ որ մենք նայում ենք Հայաստանի դիրքերից, բայց եթե փորձում ենք նայել Ռուսաստանի դիրքերից, Հայաստան մի երկիր, որ տարիներ շարունակ գիտենք ինչ հարաբերությունների մեջ է եղել Ռուսաստանի հետ, եւ հիմա էլ այդ հավակնությունները կան, այսինքն ազդեցության գոտի, մեծ ազդեցության գոտի, եւ հանկարծ եվրոպական այսպիսի մի մեծ աննախադեպ գագաթնաժողով, գիտենք թե Եվրամիության երկրների հետ, ընդհանրապես եվրոպական երկրների հետ Ռուսաստանը ինչ հարաբերությունների մեջ է, եւ դա էլ բավարար չէ Եվրամիության ոչ անդամ ներողություն Ուկրաինայի նախագահ եւ այդ համատեքստում ըստ ռուսական ընկալման հակառուսական տեքստ։ Հա, նայեք, Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազդեցության գոտին է եւ բացառապես Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազդեցության գոտին է։ Սա պետք է մխեն բոլորը իրենց ընկալումների մեջ։ Չէ, չենք ձգտում։ Դա այդպես է եղել։ Ես երբևէ որպես քաղաքացի, չգիտեմ, աշակերտ ուսանող, այդ տերմինը թե մենք ինչ-որ մի այլ երկրի ազդեցության գոտի ենք, ես չգիտեմ դա որտեղից է բուսնել եւ նորմալացել։ Այդպիսի պատկերացումներով չեմ ես դա գիտեմ որպես այլ երկրների ձև նկարագրելու մեզ, բայց ես դա չգիտեմ որպես մեր ձև մեզ նկարագրելու։ Եվ հաջորդիվ, ես ճիշտ եմ հասկանում, որ հիմա փաստորեն մեր ընդդիմախոսները մի քանի տարի շարունակ անընդհատ ասելով, որ հիմա Ադրբեջանը կհարձակվի, Ադրբեջան պատերազմ կլինի, կհարձակվի, կվերցնի Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքը, Տավուշը, կհասնեն Երևան, ժողովուրդ, արթնացեք, փրկեք, հասեք, չստացվեց, հիմա բան են անում, հյուսում են մի նոր հակամարտություն, այն է Ռուսաստանի հետ։ Այդպես չի լինելու։ Ինչպես Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում եւ Թուրքիայի հետ մեր հարաբերություններում մեր քաղաքականությունը այն էր, որ մենք պետք է լինենք կառուցողական եւ մենք ամեն մի սադրանքին չենք տրվելու, անկախ նրանից դա ընդ որում որ կողմից կգա, դա պարտադիր չի նույնիսկ Ադրբեջանից կա։ Հիմա առավել եւս Ռուսաստանի հետ մենք ունենք լավ հարաբերություններ եւ այդ հարաբերությունները ինչքան էլ ոմանք փորձեն փչացնել, մենք այդ սադրանքներին չենք տրվելու, այ ինչ որ արձագանք, եթե իրենց շահերի առնչությամբ կգտնեն որևէ բան ասելու, կարող են ասել, մենք էլ մեր շահերը կպաշտպանենք, բայց շատ կարևոր է, որ Հայաստանի ներսում մենք բոլորս հասկանանք, որ այս երկիրը Հայաստանի ժողովրդի ազդեցության գոտին է եւ ուրիշ ոչ մեկի։ Մենք այդպես հասկանանք, բայց ակնհայտ չէ, որ Ռուսաստանը այդպես չի հասկանալու եւ այդպես չի արձագանքելու, այդպես չի։ Կարելի է Ռուսաստանը հանել, դնել Ադրբեջանը հանել դնել Թուրքիան, Թուրքիան հանել դնել Իրանը, Իրանը հանել դնել Վրաստանը, Վրաստանը հանել դնել Միացյալ Նահանգները, Միացյալ Նահանգները հանել դնել Եվրոպական միությունը։ Հիմա ինչ։ Մենք Հայաստանը կառավարենք ըստ այս մյուս երկրների արձագանքների կամ բացառապես մեկ երկրի արձագանքի, թե հաշվարկենք թե ռիսկերը որոնք են։ Հիմա Ռուսաստանից ինչ ռիսկեր կարող են լինել։ Հնարավոր չի, որ կամ ավելի հավանական չի, որ Ռուսաստանը այս պարագայում կգնա, կարող է գնալ ավելի լայնածավալ տնտեսական պատժամիջոցների։ Դրա առիթը չունի, դրա պատճառը չունի։ Ինչ է արել Հայաստանը։ Ասենք մի հատ կոնկրետ քայլ նկարագրեք, որով մեկնաբանությամբ ես ինչպես եմ պատկերացնում, հրավիրել է նաև Ուկրաինայի նախագահին, ով ելույթ է ունեցել ռուս-ուկրաինական պատերազմի թեմայով եւ ասել է, որ մայիսի 9-ին անօթաչու թռչող սարքերը կբզան Մոսկվայի կարմիր հրապարակի վրա։ Մինչև մենք մտածելը այն մասին, որ կարող է Ուկրաինայի նախագահի Երևան այցը խնդիր լինի Ռուսաստանի Դաշնության համար,
եւ փորձենք դրա մեջ լեգիտիմություն գտնենք, այս սրանից առաջ, եթե այդպես բան ենք մտածել, մենք պետք է մտածենք, իսկ ինչ է Ռուսաստանի Դաշնությունը արձագանքել, օրինակ նրան, որ Թուրքիան Ուկրաինայում պատերազմի առնչությամբ չեզոք դիրք է գրավում, երբեմն աջակցում է Ուկրաինային, կամ նույնը Ադրբեջանի պարագայում, ինչ որն է եղել Ռուսաստանի արձագանքը Ադրբեջանին, երբ այցելություններ են տեղի ունեցել։ Ուզում եմ ասել, մի հատ համատեքստը պետք է հասկանանք, եւ հանկարծ այնպես չլինի, որ Հայաստանին դնում ենք ինքներս մեր ձեռամբ տրվելով այդ սադրանքներին որոշ շրջանակներին, պարզվում է, որ Հայաստանը պետք է լինի բանը, չգիտեմ ինչ որ ամենահավատարիմ դաշնակիցը։ Մենք այդպիսի հավատարիմ դաշնակցություն ցուցաբերել ենք մշտապես, բայց նույնին չենք արժանացել։ Այսինքն տարիներ շարունակ ինչ որ մարդիկ գտել են պատճառաբանություններ, թե ինչու օրինակ Ռուսաստանը զենք վաճառում Ադրբեջանին, հա։ Այդ բոլոր իրավիճակներին միշտ բացատրություններ եւ արդարացումներ եղել են։ Այսինքն օրինակ ինչա Ռուսաստանը հանդուրժում Թուրքիայի լավ հարաբերությունները Ուկրաինայի հետ կամ Ադրբեջանի հետ։ Այդ դրանք լավ նորմալ հանդուրժում է, ավելին Ադրբեջանին զենք հավաճառում, այ Հայաստանը մի հատ եվրոպական քաղաքական համայնքի միջոցառում է բան արել։ Սա կարող է լեգիտիմ պատճառ։ Ինչ արել բացարձակապես ես ուզում եմ մեր ժողովուրդը իմանա, որ մենք շատ պարկեշտ ենք եղել մեր բոլոր պարտավորությունների հարցում, մեր բոլոր քայլերի հարցում, երբեք հապճեպ չմտածված, ինչ որ աշխարհաքաղաքական ճաշակով թելադրված քայլ չենք ձեռնարկել, ընդ որում արժանանալով մեր հասարակության մի մասի քննադատությանը, որովհետև կան մարդիկ Հայաստանում, քաղաքացիներ, ովքեր այլ կերպ են տեսել իրավիճակը եւ շտապեցրել են մեզ ձեռնարկելու այն քայլերը, որոնք մենք ձեռնարկել ենք այն պահին, երբ իմացել ենք, որ Հայաստանի համար հավելյալ այդ ձեր նկարագրած ոճի ռիսկեր, որոնք ոմանց կողմից կարող են լեգիտիմացվել, չեն լինելու։ Դուք ասում եք ինչ է արել Հայաստանը, ես մոտավորապես նկարագրեմ, թե Ռուսաստանը ինչպես կպատասխաներ։ Հայաստանը փորձում է կտրվել իր դաշնակիցներից, Ռուսաստանից, փորձում է ուղղություն վերցնել կամ արդեն վերցրել է կամ արդեն շրջադարձ է կարելի համարել այս գագաթնաժողովը դեպի արևմուտք, էլ ինչ աներ։ Դե ճշմարտությունը ճշգրիտ հակառակն է եղել, մեր դաշնակիցները մեզնից հեռացել են, մեզ մենակ են թողել, մեր ամենամութ օրերին, ամենաճգնաժամային օրերին 700 տարբեր ձևով դիմումներ ենք գրել 700 տարբեր հոդվածներով եւ դրան չեն արձագանքել։ Պատմությունը դա եղել։ Ի հեճուկս այս պատմության, սա լրիվ տենց լեգիտիմ կոնտեքստ է ստեղծում, որպեսզի Հայաստանի քաղաքական առաջնորդները հաջորդիվ սկսեն գրքեր բաժանել ստալինյան բռնաճնշումների մասին, միջազգային կոլեկտիվ պաշտպանության իրավունքի մասին, այսինքն մի պաշտոնյա գա Ռուսաստանից, իրան գիրք հանձնենք, թե ինչ է նշանակում կոլեկտիվ անվտանգություն, որ մարդիկ կարդան, իմանան դա ինչ է նշանակում, բայց մենք դա չենք անում, հասկանում եք։ Մենք մեր խնդիրներին գտել ենք լուծում ինքնուրույն այն բանից հետո, երբ մեր դաշնակիցները մեզ մենակ են թողել։ Եվ դրանից հետո էլ մի հատ էլ ասում ենք, մենք պատրաստ ենք նոր որակի նորմալ հարաբերություններ ունենալ որպես այն ոլորտներում, որում կարում ենք։ Լավ, այս թեմայի շուրջ մեկ հարցել եւ անցնենք առաջ։ Հիմա ասում եք, որ մենք Ռուսաստանի հետ ունենք շատ լավ հարաբերություններ եւ բնականաբար ցանկանում ենք նաեւ շարունակել այդ հարաբերությունները։ Ձեր կարծիքով եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը կպարթասնեն, թե չեն պարթասնի հայ-ռուսական հարաբերությունները։ Գիտեք, ամեն ինչ կախված է Հայաստանի ժողովրդից։ Հայաստանի ժողովրդի ընտրած լեգիտիմ ընտրությունների միջոցով ընտրված կառավարության հետ լեզու կգտնեն եւ հաշվի կնստեն աշխարհի բոլոր երկրները։ Ուժը այդտեղից է գալիս։ Հայաստանի ժողովրդի լեգիտիմ տված իշխանությունից իր կառավարիչներին հաջորդ հնգամյակի համար։ Դրանից հետո մնացած բոլոր հարցերը կփակվեն եւ բարեբախտաբար մենք շուտով նոր դեմոկրատական թարմացման շրջափուլ ենք մտնում եւ ժողովրդի իր ասելիք կասի։ Շատ լավ, քիչ առաջ երբ որ խոսում էինք եվրոպական քաղաքական համայնքի անցած այս ճանապարհի մասին, հիշեցինք եւ Պրահան եւ Գրանադան, հա, եւ դուք նշեցիք, որ Գրանադայում չէր մասնակցում Ալիևը, այսօր էլ մասնակցեց հերավար ելույթ ունեցավ, ինչ արձանագրումներ ունեք նրա ելույթից։ Փոքր հատարից հետո շարունակենք։ Կվերադառնանք վայրկյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ։ Մենք խոսում ենք այսօրին Երևանում կայացող եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովների, Ֆրանսիայի նախագահի պետական այցի եւ ոչ միայն այս թեմաների մասին հասանք Ադրբեջանի մասնակցությանը եւ
Ադրբեջանի նախագահի հերավար ելույթին ինչ արձանագրումներ կան այդտեղ։ Ես կարծում եմ նախ կարևոր է, որ Թուրքիան փոխնախագահի մակարդակում ֆիզիկապես ժամանեց փոխնախագահը Թուրքիայի մասնակցում է գագաթաժողովին եւ Ադրբեջանն էլ առցանց միացման ձևով նախագահ Ալիևը մասնակցեց գագաթաժողովին եւ լսեցիք նաեւ որ վարչապետը ասաց որ հույս ունի որ կկարողանա նաեւ ինքը մասնակցել հաջորդիվ կարծես 2028 թվականին Բաքվում է տեղի ունենալու եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը ընդ որում այս մի հատ հիշենք էլի այս որոշումը որ այս գագաթաժողովները Երևանում կանցկացվեն եւ մի քանի տարի հետո եւ մի քանի գագաթաժողով հետո Բաքվում կայացվել են միաժամանակ անցած տարվա մայիսին Այն ժամանակ մենք դեռ օգոստոսի 8 չունեինք, դեռ խաղաղությունը հաստատված չէր եւ հիմա շատերը ինչ որ նոր քննադատություն են մոգոնել թե իբրև սա նախընտրական քարոզչություն է հոգուտ կա Հայաստանի կառավարող ուժի։ Այն ժամանակվանից ի վեր, անցած տարվա մայիսից ի վեր, մի 4 անգամ մեր ընդդիմադիրները ասել են որ մենք արտահերթ ենք պատրաստվում անել։ Եթե հիշում եք օգոստոսի 8-ից հետո կամ երբ վարչապետը ինչ որ համայնք էր մեկնում, ասում են, ահա, ակտիվացել է քարոզչությունը, նրանք պատրաստվում են արտահերթ ընտրությունների։ Ուզում եմ ասեմ, իրենց հակասում են էլի, իրենց քննադատությանը։ Նախորդիվ մտածվել է անել այս գագաթ, եթե ինչ որ մի բանի աջակցելու, ապա խաղաղության օրակարգին։ Եվ նաև մերեն քաղաքացիներ, ես գիտեմ, շատերը այսօր հպարտություն են զգում, շատ ուրախանում են տեսնելով, որ Հայաստանը ուրեմն այսքան ուշադրության կենտրոնում է աշխարհի, բայց նաև հիշենք էլի, որ մի տարի առաջ ինչքան դեռևս հստակ էր ամեն ինչ, նոր էր խաղաղության պայմանագիրը հայտարարվել, որ այլևս դրա շուրջ բանակցությունները ավարտված են, դեռ չէր եղել օգոստոսի 8, ինչպես ասեցի։ Դրանից եթե մի քիչ էլ առաջ գնանք, հիշում եք, այդ 2024 թվականի աշնանը Բաքվում անցկացվելիք COP29-ը, որպես տենց էլի միջազգային միջոցառում, մեր երաշխիքն էր, որ Ադրբեջանը չի գնա սրացման, այսինքն մենք այդպես էինք մեկնաբանում, որ ինչ լավ է, այդպիսի կարևոր միջոցառում է Բաքվում, ինչը նշանակում է, որ հյուրերի ակնկալելու համար եւ նրանց ժամանում ակնկալելու համար նախագահ Ալիևը չի գնա սրացման։ Հիմա հասել ենք մի կետի, որ այս գագաթաժողովը, որ անցկացվում է Երևանում, այլևս պետք չի խաղաղությունը դե ֆակտո երկարաձգելու համար, այլ արդեն իսկ խաղաղությունը օգոստոսի 8-ին կայացել է որպես նախաստորագրված եւ հրապարակված խաղաղության պայմանագիր եւ մենք սպասում ենք դրա ամբողջական ստորագրմանն ու վավերացման այդքան մեծացել է լավատեսության մեր տարածքը, հա, այդպիսի մեծ փոփոխություն է տեղի ունեցել։ Դե Ալիևն էլ իր խոսքում խոսեց խաղաղության մասին, որ մենք հիմա Հայաստանի հետ սովորում ենք խաղաղության պայմաններում ապրել, առևտրաշրջանառության մասին խոսեց, բայց այստեղ մեկ այլ նրբություն կա։ Հայաստանում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով եւ մյուս կողմից Ադրբեջան-Եվրամիություն հարաբերություններ, Եվրախորհրդարանի ընդունած բանաձև Ադրբեջանի դեմարշ ըստ էության Սա ինչ ազդեցություն կունենա, թե չի ունենա հայ-ադրբեջանական կոնցենտրացիա։ Համոզված եղեք, եթե այս միջոցառումը լիներ խորհրդարանական մակարդակի միջոցառում, տեսակապով էլ նախագահ Ալիևը չէր միանա, քանի որ զգում է, որ ունի այն ազատությունը, որ Եվրոպական միության խորհրդարանի դիրքորոշումները կամ քննադատի, կամ անտեսի, կամ հակընդդեմ սուր հայտարարություններով հանդես գա։ Այստեղ գիտեք, այո, եւ հենց դա էլ արեց իր տեսաուղերձում։ Այստեղ կարևորը այն է եւ միևնույն ժամանակ ինչու չի կարողանում իրեն թույլ տալ շռայլությունը տեսակապով չմիանալու Երևանի հետ եւ չխոսելու, որովհետեւ գործադիրի մակարդակում Եվրոպական հանձնաժողովի մակարդակում ունի կարևորագույն համագործակցություն Ադրբեջանի համար կարևորագույն դա էներգակիրների շուրջ համագործակցությունն է եւ տարանցման ուղիների գիտեք կա տրանսկասպյան տարանցումը կա սևծովյան կանաչ էներգիայի տարանցումը եւ ընդհանուր առմամբ գլոբալ դարպասներ Եվրոպական միության կոչվող այդ տեսլականը, որը մեր տարածաշրջանում միջին միջանցք ենք մենք երբեմն անվանում, եւ սա Ադրբեջանի հետաքրքրությունների շրջանակն է Եվրոպական միության գործադիր մարմինների հետ, եւ նա չէր կարող Եվրոպական շրջանակների հետաքրքրության առարկան է Ադրբեջանի։ Միանշանակ, երկկողմ, եւ նաեւ մեր տարանցումը եւ ընդհանուր առմամբ համագործակցությունը Հարավային Կովկասի հետ մեզ համար է կարեւոր։ Այսինքն մենք տեսնում ենք այս խզումը Եվրոպական խորհրդարանը որպես ժողովրդավարության, մարդու իրավունքների, բայց ոչ միայն նրանց խորհրդարանականների համար բնականաբար կարևոր է նաև այս մյուս օրակարգերը, թե տարանցումը, թե էներգետիկ անկախությունը Եվրոպայի։ Բայց այնուամենայնիվ այս խզումը մենք նկատում ենք եւ մեր քաղաքականությունները մշակելիս, Հայաստանի մասին եմ արդեն խոսում, պետք է խելացի հաշվարկներ կատարենք, թե ինչն է իրատեսական եւ ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ, որ գործընկերոջ հետ
ինչպիսի համագործակցություն կարող ենք ակնկալել գործնական իմաստով։ Բայց այստեղ ինչ է ստացվում, արդյոք այսպիսի պատկեր է ստացվում, որ Եվրոպական խորհրդարանը կարծես դադարում է աչք փակել Ադրբեջանի տիրող այդ ամեն ինչի վրա, հաշվի չառնելով արդեն էներգետիկ կախվածություն, իսկ գործադիրը ոչ։ Չէ, մի ճշտում, խորհրդարանը երբեք աչք չի փակել։ Խորհրդարանի Եվրոպական միության, Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումները այս անցած տարիներին այսպիսին են եղել։ Ճշգրիտ իրը նկարագրել իրավիճակը։ Խորհրդարանը մեկ, գործադիրինը մի փոքր այլ։ Այո, խորհրդարանինը սովորաբար լինում է արժեբանական, այնինչ մենք ճանաչում ենք այդ կառույցը որպես մարդու իրավունքների ժողովրդավարության, վերջ-վերջո դա խորհրդարան է։ Գործադիրինը ավելի պրագմատիկ, գործնական, հաշվի առնելով նաև խոցելիությունները եւ հնարավորությունները, իսկ ինչով փոխարինել այդ էներգակիրները, եթե հետևենք ամբողջությամբ խորհրդարանի նախանշած արժեբանությանը։ Այդ խզումը կա ինստիտուտների միջև, մեր հարևանները հետեւաբար այդ ինստիտուտներին ընտրում են տարբեր կերպ վերաբերվել։ Մենք մեր քաղաքականությունները կառուցելիս պետք է անպայման հաշվարկենք, այնպես չստացվի, որ մենք հենվենք ամբողջությամբ արժեբանության վրա եւ հետո հայտնվենք կոտրած տաշտակի առջեւ, որովհետեւ այո գործադիրը ունի կարեւորագույն համագործակցություն էներգակիրների շուրջ եւ չի հերիքում մեր քաղաքական ռեսուրսը դա դադարեցնելու եւ նման նպատակ էլ դնել պետք չի։ Ընդհակառակը Հայաստանը իր առջեւ պետք է դնի նպատակ ինտեգրվելու թե տարանցման ծրագրերին, թե էներգետիկ համագործակցության, ինչը որ նաև կամաց-կամաց արդեն անում ենք։ Դուք նշեցիք, որ այս գագաթնաժողովները Երևանում անցկացնելը չկապեցիք ավելի ճիշտ նախընտրական ժամանակաշրջանի հետ, որ այդպես ստացվել է մայիսին է, որոշվել, այդուամենայնիվ դրանք ազդեցություն ունեն ընտրական գործընթացների հանրային տրամադրությունների վրա։ Նայեք, սկսեմ ընդդիմադիրների դիրքորոշումից, հետո կասեմ ինչ եմ ես մտածում։ Մեր ընդդիմադիրները հաճախ ինչ են ասում, ասում են այս կառավարող ուժը խամաճիկ է, դրսից ինչ որ հովանավորներ, տերեր եւ այլն եւ այլն։ Մեկ էլ հետո գնում են ընկնում են ժողովրդի ոտքերը, թե ինչու էս անտարբեր ընտրությունների ինստիտուտի առջև։ Այսինքն սկզբում մարդկանց դեպրեսիայի մեջ են գցում, ասելով, որ Հայաստանի իշխանություն, Հայաստանի կառավարումը որոշվում է դրսում, հետո գնում են ժողովրդի մոտ, ասում են ինչու չես հավատում ընտրություններին, ել չասեմ այդ բանի ընտրակաշարքի դեպքերը, հա, որոնք պարզապես նողկանք են առաջացնում մարդկանց մոտ առ նրանց գործելավոճը։ Նրանք ասում են, որ տեմ են վատ են վերաբերում ընտրակաշարքին։ Չեն ասում են ում էլ ձայնագրես, Հայաստանի որ քաղաքացուն է ձայնագրես, այդպիսի խոսակցություն վարած կլինի։ Չէ, ներեցեք, մենք այդպես չենք խոսում միմյանց հետ։ Եվ այդ այն որ արդարացնում են, ինչ որ մեկի առնչությամբ նույնիսկ ասում են հպարտանում են, լսելով թե ինչպիսի գործնական առաջարկներ է արել ինչ որ մի գործարանի։ Դա ցույց է տալիս, որ իրենց ամբողջ աջակցությունը դրանից է բաղկացած, որովհետև եթե այդպես չլիներ, կքննադատեին, որպեսզի դիստանցավորվեին այդ երևույթից։ Քանի որ այդպիսի արդարացումներ են գտնում, դա ուղիղ կամ այն համաներման խոստումը, որը մյուս քաղաքական ուժերից էլ ինչի մասին է խոսում։ Ուզում են ասեն, որ նրանք ովքեր այդ հանցագործությունները արել են, մի քիչ դիմանան, մի քիչ համբերեն, չի լինելու, որովհետև Հայաստանի քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը այդ բովանդակության այդ ձայնագրությունների համաձայն չի եւ այդպես չի իրար հետ խոսում եւ թույլ չի տա որևէ մեկին իր հետ այդպես խոսել։ Հիմա վերադառնանք այս ընտրական եւ եվրոպական քաղաքական համայնքի միջոցառմանը։ Ինչպես ասեցի, Հայաստանի ժողովուրդը ընտրում է իր համար կառավարող ուժ, մնացած բոլորը հաշվի են նստում այդ կառավարող ուժի հետ։ Սա է բանաձևումը եւ գիտեք ինչ, քանի որ մեր բանաձևումը այսպիսին է, ես չեմ խորշում նկատելով, որ մյուս երկրների ղեկավարները այս պահին Հայաստանի ժողովրդի ընտրած կառավարող ուժի հետ համագործակցում են, սատարում են այդ կառավարող ուժի քաղաքականությունները, բայց ճշգրիտ կապերը այդպես պետք է լինի։ Ժողովուրդը լեգիտիմ ընտրությունների միջոցով ընտրում է կառավարող ուժ, այդ կառավարող ուժին մնացած բոլոր երկրների կառավարությունները պետք է վերաբերվեն հարգանքով, համագործակցեն, աջակցեն։ Դա է բանաձևումը, հա, իշխանության աղբյուրը ժողովուրդն է, ընտրում է կառավարող ուժ, այդ կառավարող ուժի հետ աշխատում են բոլորը։ Դեռ այս գագաթնաժողովներին շաբաթ կամ շաբաթ ներկային եւ ընդդիմության դաշտից այսպեսի հայտարարություն հնչեց, որ պետք է հարամել Նիկոլ Փաշինյանի եվրոպական հարսանիքը։ Եվ հարամելն էլ նկատի առնվում է բողոքի ակցիաների կազմակերպում։ Ինչ նպատակ ունի, այսինքն դա արդյունավետ միջոց է
եվրոպացիների մոտ աշխատող, թե ուզում են ապացուցել, որ Հայաստանում ժողովուրդը չի ընդունում իշխանությունների եվրոպական օրակարգը։ Գիտեք, ինչի ենք մենք ականատես եղել տարիներ շարունակ։ Այդ այսօրվա մեր ընդդիմախոսները եւ Հայաստանի նախորդ բոլոր իշխանությունները ասել են, որ Ադրբեջանի հանդեպ պետք է կիրառվեն, եթե ասենց արագ ձևակերպեմ, ինչ որ ֆրանսիական ստանդարտներ մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ այլն։ Պետք է մեր հարևան երկրների հետ մեր խաղաղությունը ունենա այդպիսի քաղաքակրթական բարձր ձև։ Գիտեք, սահմանազատման, սահմանագծման մասին երբ խոսում ենք, իրենք ասում են ԵԱՀԿ բաները, ձեռնարկները բերեք, տեսնենք այնտեղ ինչ է մարդկության, քաղաքակրթության գագաթը, որն է ըստ այդ ստանդարտների պետք է խաղաղություն կնքենք, չէ՞։ Հետո երբ գործնականում Ֆրանսիայի նախագահը ժամանում է Հայաստան պետական այցով կամ Եվրոպական միությունը մի որևէ գործնական քայլ է ցանկանում կատարել, ասում է չէ, մեզ մի օգնեք, այստեղ կան տարածաշրջանային ռեալիաներ, կան տարածաշրջանային դերակատարներ, կա տարածաշրջանային դրվածք, ու առհասարակ դուք ոնց որ թույլ եք, մեզ պետքա մի ձեռք ու ուժեղ սեղանին խփող, մեկը, որ կարողանա մեր հարևաններին կարգի հրավիրի։ Սա ոնց որ քաղաքական շիզոֆրենիա լինի, որ չեն կարողանում կողմնորոշվել մարդու իրավունքների ժողովրդավարություն, թե ինչ որ մի ավտորիտար ձև խաղաղությունը պահպանելու Հարավային Կովկասում։ Զգում եք, չէ, տարիներ շարունակ մենք ապրել ենք դրա մեջ։ Խաղաղության քաղաքական կարգավորումը մերժել են, որովհետև այն չի համապատասխանել բարձրագույն ֆրանսիական, եվրոպական, քաղաքակրթական ստանդարտներին ու առ այսօր էլ ասում են, որ այս ինչ խաղաղություն է, ինչի չի այն համապատասխանում մարդու իրավունքների եվրոպական հռչակագրին, չէ՞։ Կամ որ ասում են, ոնց եք ապահովելու վերադարձի իրավունք, հիշում են, որ այս երկիրը եվրոպական, այն երկրի խորհրդարանները բանաձևեր են ընդունել մարդու իրավունքների մասին։ Բայց հենց խոսում ես, դե լավ, ուրեմն այդ ուղով ընթանանք, փորձենք հասկանանք ոնց կարող են խաղաղության հասնել, չէ, կան տարածաշրջանային դերակատարներ։ Ու նաև տարածաշրջան ասելով, իրենք չեն հասկանում որ Հայաստանի համար տարածաշրջանը Հարավային Կովկասն է, այսինքն Վրաստանը, Ադրբեջանը, եւ այնուհետեւ Հայաստանի անմիջական հարևանները Թուրքիան ու Իրանն են։ Եվ նոր Ռուսաստանը մի երկիր այն կողմ, Վրաստանից այն կողմ։ Չեք կարող շրջան, այսինքն տարածաշրջան ասելիս չհասկանալ Ադրբեջան եւ Թուրքիա, բայց հասկանալ Ռուսաստան։ Մի խոսքով հույս ունենամ պարզ նկարագրեցի այդ քաղաքական եւ քաղաքակրթական շիզոֆրենիան, որի մեջ մեր ընդդիմադիրները ապրում են։ Մեր մոտեցումը գիտեք ինչպիսին է։ Այո, տարածաշրջանային քաղաքականությունները կարևորագույն շերտն են մեր արտաքին քաղաքականության։ Եվ երբ մենք ասում ենք տարածաշրջան, հասկանում ենք մեր եւ մեր 4 անմիջական հարևաններին նախ եւ առաջ, հետո հաջորդիվ մյուս հարևաններին եւ միևնույն ժամանակ բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն, որը 360 աստիճան է։ Դա բալանսավորում չէ արևելքի եւ արևմուտքի միջեւ, այդտեղ նույնիսկ ամենափոքր երկիրը, կլինի դա միջին արևելքի, հեռավոր արևելքի, նույնպես շատ կարեւոր է ընդհանուր առմամբ Հայաստանի անկախություն, ինքնիշխանություն ու խաղաղությունը բալանսի մեջ պահելու համար։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես կարծում եմ, որ առաջիկա ժամանակահատվածում հնարավորություն կունենանք նաև խոսելու կառավարող կուսակցության ծրագրերի, թեզերի, գաղափարների մասին նախընտրական շրջանում։ Այսօր սահմանափակվենք այսքանով։ Հայաստանը այսօր հայտնվել է չափազանց կարևոր իրադարձությունների հատման կետում, մի կողմից Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով, Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողով, Ֆրանսիայի նախագահի պետական այց, այս ամենը իհարկե նախադեպ են եւ մեծ հնարավորություն են Հայաստանի համար, տեսնենք դա առաջիկա ժամանակահատվածը ցույց կտա, թե ինչքանով Հայաստանը կարող է օգտագործել այս հնարավորությունները։ Մյուս կողմից ունենք ներքաղաքական, նախընտրական իրավիճակ, այստեղ էլ հունիսի 7-ին հարցերը կստանան իրենց պատասխանները, թե ինչպիսին է Հայաստանի Հանրապետության քաղաքացու որոշումը, այնպես որ առաջիկայում մեզ բավական հետաքրքիր ժամանակներ են սպասում։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում էի Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ։ Շնորհակալություն, որ հետևում եք, լավ մնացեք, կհանդիպենք։